Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Գնդապետ Վարոդյա Հովհաննիսյանը, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Վանժելա Թովմասյան YouTube-յան էջերով, եւ այսպես պարոն Հովհաննիսյան, դուք ամբողջ հաղորդման մեծ հատված նվիրեցիք ներկրվող ցորենին, որ հետո պարզվեց անասնակեր է, եւ այն էլ վարակված անասնակեր է, դրա մասին էլ խոսեցին, բայց այս իշխանությունները ինչպես միշտ շատ ճկուն ձևով այն անցած անգամ էլ ասեցին կատուներին, որտեղից նետում են 2-4 ոտքի վրա կարողանում են կանգնել, իրենք սրատակից է դուրս եկան, ինչ է եղել, անասնակերա, կարող ենք եւ տալ հավերն, հետո այդ հավերն ուտենք, դա նորմալ երևույթ է։ Խնդրեմ, ձեր նոր բացահայտումները այս հարցի հետ կապված։ Գիտեք, նախ այդ ցորենը որպես անասնակեր չի ներկրվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում անասնակեր, ցորեն, գարի եւ հացածգիներ չի ներկրվում, պատրաստի կոմբինացված կերեր են ներկրվում եւ Հայաստանը չունի այն արտադրական միավորումներ, որ ստեղծի կոմբինացված կերեր եւ օգտագործի այստեղ հացահատիկ։ Հայաստանի Հանրապետության ներկրվող հացահատիկային բոլոր կուլտուրաները օգտագործվում են միայն սննդային արդյունաբերության մեջ եւ դառնում են սնունդ քաղաքացիների համար։ Բայց Տիկին Թովմասյան, այս ուրիշ բանի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության հացի գինը 529 դրամ էր ամենաթանկ լավաշը, որը թխվում էր սիտիներում։ Միջինը 1 կիլոգրամ հացի գինը 520-ից մինչև 1000 դրամ էր դառնում։ Իսկ այսօր լավաշը վաճառվում է սիտիներում, որը սիտիները գիտեք Հայաստանի Հանրապետության ամենատարածված առևտրային ցանցերն են, որտեղ մեծ մասշտաբի շրջանառություն կա եւ դարձել է 640 դրամ։ Այսինքն հացը Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին թանկացել է 111 դրամով 23%։ Եվ դրա հետ միասին փոխվել են ներկրման ուղիները։ Այսինքն Ղազախստանից բերել են 1000 տոննա, ուշադիր լսեք, 1000 տոննա 4-րդ կարգի ցորեն, որը չի օգտագործվում անասնակերի մեջ, օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ։ Անկամ անասնակերի համար այն չունի համապատասխան սպիտակուցային կոմպոնենտներ, որպեսզի էներգիա հաղորդի անասունների։ 4-րդ կարգի ցորեն։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում կատարվեց հանցագործություն առերևույթ, դա այն էր, որ իբր թե լաբորատորիան ստուգել այն 3-րդ կարգի է, իբր թե։ Նույն ձևով Նիկոլական Թալանը հասել է նրան, որ անգամ Ռուսաստանից, որ միշտ բերում էին առաջին 2-րդ կարգի ցորեն, սկսել են ներկրել 3-րդ կարգի ցորեն։ Այդ դա արդեն անասնակեր է իրական։ Ընդ որում այդ կազմակերպությունը Սամվել Ալեքսանյանի լֆիկ Սամոյի կազմակերպությունն է, ներկրող կազմակերպությունը։ Եվ եւս մի կազմակերպություն կա, ես դեռ չեմ ճշտել, թե դա ում կազմակերպությունն է, բայց ասում եմ, որ դա նույնպես կապ ունի Աննայի հետ։ Հիմա ես մի բան ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 3 միլիոն 60 հազար քաղաքացի, Տիկին Թովմասյան։ Ես նույնիսկ եմ այդ հաշվարկն անում, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ուշադիր լսեք։ Ալյուրը վաճառվում է 280 դրամ։ Հացը ներկրվում է 50-60 դրամով։ 3-4 կարգի ցորենը ներկրվում է 50-60 դրամով։ Ինքնարժեքը կազմում է 150 դրամ։ Դուք հիմա պատկերացրեք, ինքնարժեք կազմում է 150 դրամ, վաճառվում է 130 դրամ եկամուտ կա ալյուրի մեջ։ Եթե 25 կիլոգրամոց պարկը վաճառվում է մինչև 24 թվականին 4500 դրամով, այսօր վաճառվում է 6000 դրամով։ Թանկացել է 20%-ով։ Տեսեք ինչ բան, եթե 2 միլիոնը բազմապատկում ենք 130-ի, դա բազմապատկում ենք 365 օր, յուրաքանչյուր օր հացի բիզնեսից Հայաստանի Հանրապետությունում Նիկոլական հանցախումբը թալանում է 215 միլիոն դոլար տարեկան։ Պատկերացնում եք հիմա։ Իսկ հետո զարմանում են, թե ինչպես է, որ Նիկոլ Փաշինյանը Կանադայում գնել է 17 միլիոն դոլարանոց շքեղ պալատ, որը օգտագործվել է հոլիվուդյան նկարահանումների համար։ Եվ դա, գիտեք ինչ սարսափելի բան է դա։ Այսինքն թոշակառուն, որը ստանում է 38
36-ից 38,000 դրամ, Հայաստանի Հանրապետությունում 500,000 թոշակառու ստանում են 50,000-ից պակաս թոշակ։ 500,000։ Միջին սպառողական զամբյուղը 78,000 է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության 500,000 թոշակառու ապրում է աղքատության շեմից ցածր շեմում։ Եթե 17 թվականին Հայաստանի Հանրապետության աղքատությունը 15-16% էր, այսօր 25-26% է, 10%-ով ավելացել է։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հացի բիզնեսում թալանում է։ Էլ ինչ ասենք, որ այս ժողովուրդը հասկանա, որ այս մարդը եկել է մեզ բոլորից ոչնչացնելու համար։ Իսկ դու գիտեք, անասնահացը մարդուն տալը ինչ հետևանքներ է ունենում։ Նախ դա թեփ է, որը հսկայական նստվածներ եւ վիրուսներ առաջացնում մարդու օրգանիզմում։ Այն չունի սպիտակուցային բավարար սննդային պարունակություն։ Եվ բացի դրանից, ուր են գնում այդ գերշահույթները։ Եթե ինչ-որ մեկը ինձ ապացուցի, որ քպայականները այդ գերշահույթներից չեն օգտվում, ես ուղղակի չեմ հավատա։ Գիտեք ինչու, որովհետև վերջերս ազգային ժողովի կին պատգամավորներից մեկը նշեց, թե օրինակի համար Ավինյանի մայրը 450,000-ից տուն է գնել, Ավինյանի հայրը 250,000-ից տուն է գնել, Ավինյանը 2 միլիոնանոց տուն է գնել։ Ոստիկանապետի բարեկամներն այսպես։ Թորոսյանը, որին սոցիալ-նախարարին հիմա նշանակ է, լրագրողին հարցին, որ 5 միլիոն դոլարանոց դուք ձգտապուծանում ունես որտեղից, ասում է, թողան ստուգեն պատասխանեն ձեզ, թե որտեղից դա ձեր գործը չէ։ Եվ այդպես էլ ոչ մեկը ստուգեց եւ պատասխան չտվեց։ Ուրիշ թալան ասեմ։ Համաշխարհային կազմակերպությունների հաշվետվությամբ Նիկոլ Փաշինյանի օրոք կորոնավիրուսի ժամանակ 800 միլիոնի օգնություններ են եկել։ Հայաստանի Հանրապետության կորոնավիրուս ոչ մի հիվանդի օգնություն չի տրվել։ Մենք բոլոր ստուգումները անց ենք կացրել մեր հաշվին։ Քաղաքացիներին հիշեք, աշխատող քաղաքացիներին ստուգում էին, որպեսզի տեղեկանք վերցնեն, որ իրենք հանձնել են, անալիզ են հանձնել, որ առողջ են թե չէ 6 ամիսը 1, թե 3 ամիսը 1 պահանջում էին 7-8,000 դրամով, որ ինքնարժեք 2,000 դրամ էր։ Եվ այդ 800 միլիոնի օգնությունը եւ այդ հսկայական գերշահույթները, որ ապահովել էին այս ստուգումների բաների ժամանակ, այդպես էլ փոշիացավ։ Բայց նիկոլական թայֆան էլիտար շենքերում տներ ունեն, բոլորը պալատներ ունեն։ Եվ այսպես շարունակ ինքը Նիկոլ Փաշինյանը 4 միլիոնանոց պալատ Կանադայում ունի, 17 միլիոնանոց վերջերս գնեց, Փարիզում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում նիկոլական այս ազգադավ սրիկաները հսկայական պալատներ են կառուցել։ Միայն 3 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետությունից փող է փոխանցվել արաբական աշխարհի բանկեր։ Դա կենտրոնական բանկի հաշվետվություններն են։ Իսկ ժողովրդի թալանը շարունակվում է։ Ժողովրդի թալանը շարունակ, ես մի ուրիշ բան բերեմ։ Տեսեք, բժշկական ապահովագրություն են, չէ՞ բանարը, մտցրե։ Ես այդ հաշվարկն արել եմ, հիմա ես ձեզ ներկայացնեմ։ Բժշկական ապահովագրություն են, չէ՞ անցկացրել։ Յուրաքանչյուր աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացի 10,000 դրամ պետք է պարտադիր բժշկական ապահովագրություն։ Այսինքն պետությունը իր վրայից բժշկական սպասարկման ծանրությունը գցում է նորից քաղաքացու վրա։ Դուք գիտեք, որ գույքերի, հարկերի, տուրքերի, տրանսպորտի թանկացման միջոցով միայն Երևան քաղաքից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 1 տրիլիոն 250 միլիարդ դրամ ավել փող է հավաքվելու պետության կողմից։ Դա ժողովրդի աղքատացումն է, որ քննարկում էիք նախորդում թուրքերի սահմանը բացելը, բանը եւ այլը, տնտեսական ստրկության է տանում Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ դուք գիտեք, որ հեծի հավանական գնորդը օֆշորում կազմակերպված բացված կազմակերպությունը, որի տերը Բայրակթարն է։ Թուրքիայի էներգետիկ նախարարը, որի անվանը Էրդողանի փոսան Բայրակթարն է, որը ուզում է գնել 51% արժեթղթերը։ Մնացած 25%-ը Նիկոլ Փաշինյանի եւ իր հետ կապված ընտանիքի անդամների կողմից ելնելու, այն մնացածն էլ ուզում են Սամվել Կարապետյանին ոչնչացնեն բանտում,
եւ Փայփուշանը։ Դու գիտեք դա։ Ես հաշվարկը շարունակեմ։ Նայեցեք, դες Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 800,000 կառավարության նիստում հայտարարեց ստախոս, մանիպուլյատոր սրիկա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ունենք 800,000 աշխատող։ Երեք վիճակագրական տվյալները 750,000 տվեցին։ Կենտրոնական բանկը 680,000 է տալիս։ Հասկանում եք, ինչ պետություն ենք ապրում, որտեղ վարչապետը առանց աչքը թարթելու կարող է դուրս գալ, ստել եւ մարսել։ Լավ, 800,000-ի դեպքում, եթե բազմապատկում ենք 10,000-ով, դա եւ բազմապատկում 10, դա կազմում է 105 միլիարդ 600 միլիոն դրամ տարեկան, այսինքն 278 միլիոն դոլար ժողովրդից փող են հավաքում։ Բժշկական ապահովագրության համար։ Թալանը ինչպես է նույն Միջդեր Տիկին Թովմասյան։ Խոսում եմ մեր բժշկական կենտրոններից մեկի տնօրենի հետ, ասում եմ ոչ մի թանկ արժեցող վիրահատություն այս սոցիալական ապահովագրության մեջ չի մտնում։ Հասկանում եք, այսինքն ասում եմ սրտի վիրահատությունը, ստենտավորումը, օնկոլոգիկ հիվանդությունների վիրահատությունները չեն մտնում, ասենք թե կուրակի վիրահատություն մտնում է, թոքի վիրահատություն մտնում է, այդտեղ կար այդ մասնագետը ինքից բացատրեց։ Եվ դա կոչվում է թալան։ Եվ այդ թալանը սահման չունի։ Եթե ես հիմա սկսեմ թվարկել Նիկոլ Փաշինյանի թալանը, դա մի սարսափել թիվ է գալու։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Տեսեք, դուք խոսում եք 200 միլիոնի, չէ՞։ Ինչ է 200 միլիոն։ 87 միլիոն էլ Գերմանիայից պետք է վարկ վերցնեն։ 87 միլիոն եվրո, այսինքն 100 միլիոն դոլար։ Գերմանական վարկ պետք է վերցնեն։ 200 միլիոն դուք ասեցիք 100 միլիոնը արդեն 300 միլիոն է դառնում։ Այսինքն 15 միլիոն 250,000 եւս 300 միլիոն ավելանում է։ Դառնում է 15 միլիոն 500,000։ Եվ երբ ազգային ժողովում հայտարարում են, հարց են տալիս, ուր է այդ փողերը մեր, ինչու է ավելացել մեր պարտքը։ Ասում են զենք ենք արել։ Ուշադիր լսեք։ Իր ասածն եմ ասում։ Ես բերեմ ամենասարսափելի տհաճ թվերը։ Տեսեք, Ադրբեջանի պաշտպանական բյուջեն աճում է 25%-ով 26 թվականին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն նվազում է 5%-ով։ Ադրբեջանի բանակը արդեն զինված ուժեր 126,000 են դարձել։ Երբ մենք 85,000 ենք, իրենք 90,000 էին։ Հիմա 126,000 են դարձել։ Ուշադիր լսեք։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության զինված ուժերը գիտեք ինչքան են։ 47,000 մարդ, որից 2,000 սահմանապահ զորքերն են, 5,500-ը ազգային գվարդիան է, այլ որ ասում եմ 5,500 հոգի փող են ստանում, որ 700 հոգի գնում են սահման պահելու, այդ կոռուպցիան մեծ սխեման, որ Դավաճան Սասունն է ստեղծել Թալանի իր սխեման։ Դա շարունակում են, չէ՞։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասության տակ գտնվում է 39,500 զինծառայող։ Այսինքն 85,000-ից բանակը կրկնակից ավելի, արդեն 60%-ով կրճատել է։ Ես մի ծնողի հետ խոսում եմ, ասում եմ, լավ, տարուկես է դարձել ծառայությունը։ Մենք ունենք, ասենք թե 39,000 զինծառայող, յուրաքանչյուր զորակոչ ապահովում է 25% բանակի պարտադիր ժամկետային զինծառայողն է, չէ՞, 25%-ը, 4 զորակոչ ունենք 2 տարվա ընթացքում։ Եթե մեկ զորակոչը 25%-ը հանում եք, ապա 39,000-ից մնալու է 25,000։ Մենք ունենալու ենք, այսինքն այն, ինչ Ալիևը պարտադրում է, թելադրում է, դա կապիտուլյացիա է։ Դա ազգակործան կապիտուլյացիա է, եւ դու արդեն բանակ չես ունենում։ Եվ ուրիշ բան ասեմ։ Դա Օքսֆորդի համալսարանի եւ պատերազմների ուսումնասիրման կենտրոնի Հարվարդի համալսարանի վերլուծությունն է հայոց բանակի մասին։ Մենք ունեցել ենք 450 տանկ։ Տիկին Թոմասյան, այսօր գիտեք ինչքան տանկ ունի Հայաստանի բանակը։ 109 տանկ։ Ինչ եղավ են։ Տվեցին թուրքերին։ Տվեցին թուրքերին, մնացածները որպես մետաղալում հանեցին։ Ադրբեջանն ունի 860 տանկ։ Այն դեպքում մենք ունենք 450 տանկ, Ադրբեջանն ուներ 550 տանկ։
Բայց մենք հոբ միջոցներ, հակատանկային միջոցներով կարող ենք ոչնչացնել 1000 տանկ։ Այս հակատանկային միջոցները չկան։ Մենք ունենք ընդամենը 100 գրադ կայան, 215 ունեինք, 115-ը չկան։ Ադրբեջանը գիտեք ինչքան գրադ կայան ունի։ 1200։ Դուք պատկերացնում եք։ Հրանոթներ մենք ունենք 285, Ադրբեջանն ունի 750։ Դա իմ տվյալները չեն, բացեք YouTube եւ այնտեղ գրված է։ Բաց ինֆորմացիա է դա։ Միակ զենքը, որ գնել են 1971 թվականին հնդկական հրանոթներն են, որոնք տեղադրման չեն ենթարկում Հայաստանի Հանրապետության լեռնային պայմաններում, չգիտես ինչու։ Ոչ մի զենք չի գնվել։ Հայաստանի Հանրապետության վերջին ձեռքբերում 2020 թվականից հետո 860 փոքր անօդաչու թռչող սարքերն են, ոչ հարվածային։ Հարվածային Գերանիա ու Բայրակտար տիպի թռչող սարքերն են, որոնք Հայաստանի Հանրապետությունն ունի։ Եվ Ադրբեջանը գիտեք ինչքան թռչող սարք ունի։ Դուք գիտեք ինչքան թռչող սարք ունի։ 12000 մոտավորապես անօդաչու թռչող սարք։ Իսկ այդ 860-ը յուրաքանչյուր $10,000 արժեք ունեն։ Մի 8 միլիոնի է։ Բա լավ, տականք Նիկոլ Փաշինյան 8 միլիարդ պարկ ես բերել։ 8 միլիարդով 860 թռչող սարք ես բերել։ Դուք դա բաց աղբյուրներից են այդքանը։ Զենք ենք արել։ Եվ այդ սուտը հասկանում ես, բայց մի բան էլ ասեմ։ Նիկոլ Փաշինյանը Ստախոս անվանեց Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան հիշում ես, որ ասել էր մենք դավաճանել ենք մեր ժողովրդի ազգային անվտանգության շահերը։ Դա քո խոսքերն են, չէ՞։ Բայց եթե զենք ես առել, ինչով ես դավաճանել ազգային շահերը։ Այդ դու չէիր ասում, մեզ մարտունակ բանակ պետք չէ։ Ահա թե ինչու։ Ես ուզում եմ անդրադառնալ Բայրամովի մասին ֆիլմին։ Դուք գիտեք այդ ֆիլմը, որը լայն արձագանք կրտավ, ադրբեջանական մամուլը ցույց տվեց, դա վավերագրական ֆիլմ էր, որտեղ շատ մեծ տեղ կար նաև Նիկոլ Փաշինյանի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Բայրամովը ուղիղ տեքստով ասավ 19 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացել է հանձնել Արցախը, միայն վախենում էր, որ իրեն կոչնչացնեն կսպանեն։ Արգիշտի Մեխակյանը ուրիշ բան էր ասում։ Լսում, դե Արգիշտի Մեխակյան, լսի, եթե մի մարդ իր հոր հիշատակը, արյան արժեքը, ազատագրած հողը հանուն պաշտոնի պղծեց ու ուրացավ, նրա մասի չի կարելի խոսել։ Նա մարդ չէ։ Նա երևույթ է։ Մենք խոսենք փաստերով։ Բայրամովն ասավ, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը արդեն ծրագրել են Արցախը հանձնել։ Ծրագրել է։ Իսկ ով Նիկոլ Փաշինյանը ինքը չի ասել, որ ինքը ճանաչել է Ադրբեջանը, բանի Արցախ Ադրբեջանի մաս, դա եղել է որ թվականին, 21 թվականին։ Հետո 22 թվականին ինքը ստորագրել է։ Իր ստորագրությունն է դրել այդ փաստաթղթի տակ։ Իսկ Բայրամովը այնտեղ շատ հետաքրքիր բան ասեց, որ եղել են Վարագույրի ետևում հատուկ բանակցություններ Արցախը Ադրբեջանին հանձնելու, որի հեղինակ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն երբ Արգիշտին ընդհանրապես շատ ԿՊ-ականներ են ասում, Արցախը Նիկոլը չի հանձնել, Արցախը նախկիններն են հանձնել, սա է հանձնել, հիմա էլ ասում են դաշնակցությունն է հանձնել, էսենարիան, միայն մի բան ասենք։ Հիշում եք, որ ճանապարհ էին սարքում կառուցում բանի փոխարեն Լաչինի Միջանսկի փոխարեն ճանապարհ են կառուցում։ Խափեցին ժողովրդի, թեպետ երկրորդ ճանապարհը կառուցենք։ Խափեցին։ Ժողովուրդ, միտե դու այդքան ստոր ես, այդքան անուղեղ ես, որ թույլ ես տալիս, որ այդ շիզոֆրենիկ ոչնչությունները քեզ խապեն այդպես էժանագին ստերով։ Ես մասնակցել եմ Արցախյան վերջին պատերազմին։ Եվ ես եկել եմ ստեղ, հայտարարել եմ, որ դա ծրագրավորված, հիշում եք, ես որ դա ծրագրավորված, պարտված պատերազմ էր։ Եվ այդ պատերազմը տանելու է կապիտուլյացիայի, որը եւ տեղի ունեցավ։ Բայց ինչ խոսք։ Հիմա Բայրամովը շատ հստակ
հստակ նշել է այն քայլերը, որոնք կատարել են Ալիևի Թուրքիայի թելադրանքով այս դավաճանական իշխանությունները։ Եվ գիտես որոնք են այդ քայլերը, հիմա ասեմ որոնք են։ Տեսեք, վերջին 15 տարվա ընթացքում անդադ քարոզվում էր, հատկապես վերջին իշխանության գալուց հետո, որ արցախցիները վատն են։ Արցախցիներ եկել են ամենալավ շենքերն իրենց են, ամենալավ պաշտոնները իրենց են, մինչդեռ երբ որ համատում էիր, արցախցիները գրավում էին պաշտոնյաների 0.1%-ը, հա, եւ Հայաստանի Հանրապետության հարստության հիմա գիտես ինչ են ասում են գիտեք ինչ կա $2 միլիոն մեքենաներով փախնում մի հատ շիզոֆրենի կանգնել էր գորգորացել էր եւ այդ ժողովրդի մեջ ոչ թե ժողովրդի տպավորել այլ մանի ամբողի հոգեբանության գրքի մեջ հանճարեղ մի արտահայտություն կա ամբողը որը կատարել է հանցագործություն մինչեւ վերջ իր հանցագործությունը պաշտպանում է հիմա այս ժողովուրդը հանցագործություն կատարեց այդ դավաճանին բերեց իշխանության հիմա նայեցեք Արցախցիները վատ են, Արցախը տվեցին, չէ՞։ Հետո սկսեցին, սպաները թալանչի են, բանակում սոված են պահել, գեներալները կոռումպացված են, սպանեցին մի քանի գեներալների, անհասկանալի մահացավ Մանվել Գրիգորյանը, անհասկանալի մահացավ Սերյան Սարոյանը։ Եվ ինչ ունենք արդյոք, բանակ չունենք։ Տեսեք, հիմա ասում են, երկիրը թալանել են, չէ՞, նայեցեք, երեք նայում եմ, Սերժ Սարգսյանի նկատմամբ երկու քրեական գործ են հարուցած։ Մեկը Տիկին Թոմասյան, իբր թե ինքը ասել է 500 միլիոն դրամի դիզ վարելուկ տվեք սրան նրան։ Հիմա էլ ասում են $3 միլիոն կաշառքի կասկածանք կա, իբր թե կաշառքի ոչ թե տվել են կամ վերցրել են, կասկածանք կա։ Դուք պատկերացնեք մարդը 10 տարի եղել է պաշտպանության նախարար, 10 տարի եղել է նախագահ մի տարի եղել է վարչապետ կասկածում է 3 միլիոնի դեպ այն դեպքում որ Նիկոլ Փաշինյան միայն կոռուպցիոն սխեմաները տարեկան ադամանդի ուշադիր լսեք ադամանդի եւ վիվա խաղատների կոռուպցիոն սխեման տարեկան կազմում է 3-4 միլիարդ դոլար դե դու ինչպես պետք է Ամերիկայում բանկ գնել 1.5 միլիարդ դոլարով։ Թե չէ ինչպես պետք է Աննա Հակոբյանը 19 թվին Դավոսում 1.9 միլիարդ եվրոյի արժեթղթեր փորձեր գնել։ Հոդա պատմական փաստեր են։ Դուք հասկանում եք ինչ սարսափելի բան է կատարվում։ Ռոբերտ Քոչարյանին 4 միլիարդ դոլար չէ, ասես պապկա են դրած, այն նախքին քնչական կարեց Սասուն, ինչի աներ այդ ոչնչությունը։ Դավաճան հայ ժողովրդի ամենամեծ ընդհանրապես քննիչների, դատավորների ու դատախազների մեծ մասը, ովքեր այդ իշխանությունն էին ծառայում են, հայ ժողովրդի ամենաոխերիմ թշնամիներն են ավելի վատ, քան հոպոպահոտ թուրքը, որ յաթաղանով սպանեց հային։ Դրանց ավելի վատն եմ ես համարում։ Ավելի արյունարբույր եմ համարում։ Ինչ եղավ այդ 4 միլիարդը։ Դատախազը 7 տարի իշխանության հետ ներկայացրեց ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի այսպես կոչված ունեցվածքը $100 միլիոն ունեցված, կասկածելի ունեցված, որոնք կապված են 16 ազգի հետ, անձի հետ։ 16 անձի հետ։ Սերժ Սարգսյանին ասում են, նախկինները բանակը թալանել են, մեր երեխեքին տարան կոծրել Սերժ Սարգսյանի ողջ իշխանության օրոք բանակում մահացել 263 մարդ, ընդ որում Տիկին Թոմասյան, այդ 4-օրյա պատերազմի հետը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք 13500 մարդ է զոհվել միայն։ Դա իմ հաշվարկներն են, որ ասում են 5 միլիոն, 5000, 6000, 7000 այդպես չէ։ Վերցրեք Հայաստանի Հանրապետության ծնելիության մահվան հարաբերությունը վիճակագրական տվյալներով վիճակագրական վարչության պետական փաստաթղթերը 20 թվականին մենք ունեցել ենք 10000 կորուստ։ Տիկին Թոմասյան, դա ծնելիության մահվան տարբերությունը պլյուս 10000 19 թվականին, պլյուս 10000 21 թվականին, 73 20 թվականին, այսինքն մենք այդ 10000 աճը չենք ունեցել, որ մենք 10000 կորուստ ենք ունեցել։ Դա փաստ է։ Պլյուս դրանից հետո 1700 արցախցիներն են գումարում ենք 700 քանի, այս մի քանի մանր պատերազմներում, երբ մեծ ստրատեգիական բարձիկները թուրքերը գրավեցին, եւ 13500 մարդ է դառնում։
անհայտ կորածների բանի հետ միասին այդքան մարտիրով 11000 վիրավոր, որոնցից 3000-ը հաշմանդամ դարձած։ Ահա Նիկոլ Փաշինյանի։ Իսկում եք ասում թալան կամ եք ասում ապահովությունը սա է, անվտանգությունը սա է, պետականությունը սա է։ Սյունիքի Միջանցք, Ֆիդանի հայտարարություններ, նայեցեք, Ալիևի նոր հայտարարություններ։ Զանգեզուրի Միջանցք, տեսեք, վերջերս ես նայեցի, ընդհանրապես այդ հոգեգարի ելույթները ես աշխատում եմ չնայել, բայց քանի որ ես ելույթների եմ գալիս, պետք է հետևեմ, որպեսզի քաղեմ այն բոլոր մանիպուլյատիվ ստերը, որ ինքը ասում է։ Երբ լրագրող Զանգեզուրի Միջանցք տերմինն է ասում Զանգեզուրի Միջանցք չի Թրամփի ճանապարհ է։ Ես վերցնում եմ դրանից 2 օր առաջ Ալիևը ելույթ է ունենում թուրքալեզու ժողովուրդների մեծ ժողովում 7 անգամ Զանգեզուրի Միջանցք տերմինն է օգտագործում։ Եվ ասում է Զանգեզուրի Միջանցքը անարգել, անխոչընդոտ, անվերահսկելի ուղի է թուրքական աշխարհի համար։ Այսինքն Տիգին Թոմասյան, ինչքան էլ ստեր հորինեն դրանք, այնտեղ ծածանվելու է Ամերիկայի դրոշը, անարգել առանց ստուգման, առանց մաքսատուրքի, առանց հարկերի, անցնելու է ադրբեջանական ու թուրքական տրանսպորտը, լինելու է ռազմական ներկայություն որևէ ձևով ամերիկյան, իսկ քանի որ Ամերիկան հենվում է այս տարածաշրջանում Թուրքիայի վրա, այսինքն թուրքական ներկայությունն է լինելու ռազմական, այսինքն եթե անգամ թուրքերը չեն կանգնելու, ապա ներկայության ապահովումը դրված է լինելու թուրքերի վրա, ինչպես օրինակ համար Թուրքիայում ռազմաբազաների ապահովումը դրված է թուրքական իշխանությունների վրա, այսինքն թուրքերն են վերահսկելու այդ ճանապարհը, եւ ցանկացած պահին ցանկացած պատրվակով Ամերիկան կարող է փակել այդ ճանապարհը, օրինակ համար Ամերիկան հարաբերությունները լարվում են Իրանի հետ միասին, այդ ճանապարհը փակվում է հայերի համար։ Ինչ են ստանալու հայերը։ 0 ոչինչ ոչ թե միջդեռ Ադրբեջանի միայն Իրանի տարածքից դուրս գալը եւ անարգել Հայաստանի տարածքից անցնելը Թուրքիան եւ Ադրբեջանին միասին տալու է $5 միլիարդ, որից 2 միլիարդը Ադրբեջանը։ Դա տնտեսագիտական հաշվարկներ է։ Եվ եթե ինչ որ մեկը մտածում է, որ որևէ Հայաստան ինչ որ բան ունենա, այո, Հայաստանն ունենալու է։ Մեծ հարվածի տակ է դրվելու Հայաստանի միակ միջանցքը, կենարար սնուցող միջանցքը Իրանի հետ։ Հարվածի տակ է դրվելու։ Ահա ինչ է դրվելու։ Միայն նրա համար, որովհետև դավաճանների այդ թուրքական ապրանքների խումբը ծառայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Միայն դա։ Այստեղ հայկական ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է, որ դուք ասում եք Գյոքչյան, Սևանալուչի եւ այլ, հիշում եք Ադրբեջանի նախագահը 6 ամիս առաջ հայտարարեց, մենք գրավել ենք Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բոլոր բարձունքները եւ ոչ մի միլիմետր հետ չեն քաշվելու։ Հիմա ինչ է մնում անել այս ծաղրացու ոչնչությանը Նիկոլ Փաշինյանին։ Մնում է միայն ամրապնդել օրենքով Ալիևի բոլոր պահանջները։ Այսինքն սահմանագծման անվան տակ օրինականացնի Ադրբեջանի գրաված այդ տարածքների անցումը Ադրբեջանին։ Վերջ։ Ուրիշ ոչինչ ինքը չի կարող։ Ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչել են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է տվել, մենակ մնում է հասկանաս որ ազգի է, էլի թուրքական։ Այս պարոն Շաքարյանց դուք էլ ուշադիր եղեք, տվել Հայաստանին, իր խոսքում նշել է Տոկաևը, պարգևատրելով վարչապետ ոսկե արծիվ բարձրագույն պետական շքանշանով ինձ համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի Հանրապետության բարձրագույն։ Դուք գիտեք, որ Ղազախստանը թուրանական, մեծ աշխարհի թուրքական, մեծ աշխարհի գլխին կանգնած եւ այո, իրականացրեց Նիկոլ Փաշինյանը վաղեմի հարյուրամյակի մի մեծ երազանք թուրքական աշխարհի համար, բացում է թուրքական աշխարհի համար ճանապարհը եւ հայբանը։ Իսկ այդ թուրքական աշխարհի մեջ գիտեք չէ, որ որևէ ծրագրում ու պլանում Հայաստան գոյություն չունի։ Այդ առումով իհարկե արժանի է։ Իր տեսանկյունից որ նայենք, ինքը իսկապես
արժանի է Նիկոլ Փաշինյանը։ Ղազախստանը երբեք ոչ մի իրենք ասում են Ղազախստանը ոչ մի երկրի ցորեն չի վաճառել։ Շքանշանի։ Ղազախստանը ոչ մի երկրի ցորեն չի վաճառել, 10% ցորեն էր վաճառում աֆրիկական իր արտադրության 10%։ Այս մեկնաբան է կարփի։ 10% ցորեն էր վաճառում աֆրիկական երկրներին եւ Հայաստանը այսօր ցորեն է գնում Ղազախստանից, ընդ որում Ղազախստանը Ադրբեջանի այս Զանգեզուրի միջանցքով կապ է ունենում Թուրքիայի հետ, որի տնտեսական մասնակցությունը ղազախական բիզնեսում կազմում է 30%։ Բայց ես անդրադառնամ Ֆեդանի արտադրության։ Քանի մեդալներ են շարել Զելենսկու վրա եւ ինչ օրն են գծել Ուկրաինան։ Եվ Ֆեդանի արտադրության ոնց էին տենց շոյում փայփայում Սահակաշվիլուն, Զելենսկուն, հիմա Մոլդովայի, հիմա Իրան, բայց այս պարագայում ոչ թե արևմուտքին է պետք է թուրքական, թուրանական մեծ աշխարհի պլանը։ Հանճարեղ Շեքսպիրը հանճարեղ խոսք ունի ասած. Մավրը իր գործը կատարեց, մավրը կարող է հավատալ։ Այո։ Հիմա գիտեք ինչ կա, Զելենսկին, Սահակաշվիլին դրանք մավրեր էին, որոնք իրենց ազգը տարան կործանման, բայց եւ Ուկրաինան եւ Վրաստանը ունեցան։ Սա ինչ պակաս է, սա թուրքական աշխարհի ունեն դիմադրողականություն, որովհետեւ իրենք էթնիկական ոչնչացման վտանգ չունեն, իսկ Հայաստանը ունի էթնիկական ոչնչացման վտանգ, որին հասցրել են այս տականք իշխանությունները։ Եւ այդ մեդալը դա հայերին սպանելու համար թուրանական գնահատականն է։ Եվ ուրիշ մի բան ասեմ։ Տեսեք, Ֆեդանն ասում է, որ արդեն ամփոփեք, հա, պարոն Վասյան, խնդրեմ։ Ֆեդանն ասում է, որ տեսեք, այս արդեն 6 ամիս է քանդված է Եղեռնի հուշահամալիրը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եղեռնի իրականացնողները հայ ժողովրդի հանդեպ հայերն են եղել։ Ասեց, որ հայերն են մեղավոր, որ Եղեռնն է եղել։ Եվ ասես եղել չի եղել, դրանք դժբախտ պատահար են եղել։ Եվ ընդհանրապես ինչ հայկական է, նա ոչնչացրեց։ Եվ Ֆեդանն ասեց, ինչ ուզում ես արա, ես թուրք եմ։ Իմ նպատակը հային արմատախիլ անելն է իր պատմական հայրենիքից։ Վերջերս գերմանական գիտնականներին թույլ չեն տվել Պորտասարի այդ ամենահին կառույցի, տաճարի Պորտասար, որ ինչ որ թեփե են ասում թուրքերը, բայց հայկական աղբյուրում դա Պորտասարն է եւ 14,000 մետրից առաջ այդտեղ եղել է տաճար։ Ասել են, որ դա հայկական է, արգելել են մտնել Թուրքիա։ Որովհետեւ այնինչ հայկական պետք է ոչնչացվի։ Հայ ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, մերժիր Թուրքին, մերժիր Նիկոլին եւ մերժիր բոլոր նիկոլականները եւ հատկապես թույլ մի տուր ստեն, թույլ մի տուր քեզ մանիպուլացնեն, խափեն։ Արցախը Թուրքին տվել են Նիկոլը, բանակը ոչնչացրել են Նիկոլը, Հայաստան տնտեսական ստրկացման է հասցրել Նիկոլը, ժողովրդին անաստնակեր է կերցնում Նիկոլը եւ ստով կերակրում են Նիկոլը։ Շնորհակալություն։